ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը։ Մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն։ Ցնորամտություն է ասել, թե մենք այստեղ տնվոր ենք։ Մեր պապեժն ու հայրերը մեր երկրում ու մեր քաղաքում երբեք որպես տնվոր չեն ապրել։ Մենք ու մեր որդիներն էլ մեր տանն ու մեր երկրում ենք ապրում, ունենք հզոր կադաստրի թուղթ, եւ դա ժառանգաբար ստացել ենք մեր պապերից։ Արարատ թե Արագած, կադաստրի թուղթ, Արցախն Ադրբեջանը եւ նման այլ արտահայտություններ բերում են մտային խախտման կոնկրետ հոգեվիճակի, երբ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդն իրապես կմտածի մենք իրոք այստեղ տնվոր ենք։ Հարևաններն էլ մեծահոգաբար կորոշեն դեռ ինչքան ենք այստեղ ապրելու։ Մեզ ասում են այլոց ունեցվածքին է կաճք դրել, Արարատը մերը չէ։ Մենք չենք ընտրել վարձով ապրելը, իսկ Արարատին չենք նայում որպես այլ պետության տարածքում գտնվող լեռան։ Սերունդներ են մեծացել Արարատի հայացքի ներքո։ Երբ մարդիկ տուն են փնտրում, հարցնում են Արարատին նայող պատուհան կա, դա ձևականություն չէ, հոգուկան չէ։ Շատ հանճարներ, գրողներ, պոետներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, ինչ է հիմար բաներով են զբաղվել, որ գովաբանել են Արարատը։ Ում հետ են ոտք գցում։ Անգամ խորհրդային կարգերի ժամանակ ՀԽՍՀ զինանշանի վրա կար Արարատը, եւ մեծն Արամ Խաչատրյանն օրհներ գրելիս նախ զինանշանն է ուսումնասիրել։ Իսկ Խաչատրյանն նոտարամոլ չէր եւ ուրիշի լեռը չէր գովերքում։ Այլ հարց, որ մեր երեխաներին պիտի գիտելիքը մատուցենք այնպես, որ մեր հայրենիքի ամեն անկյունն էլ իմանան, եւ այդ շարքում նաեւ Արարատն է, մարդկության օրրանը։ Նյութապաշտությունը կերել է մեր հոգին եւ ուղեղը, եւ այն մարդիկ, որոնք որդեկորույս մայրերին պետական աջակցությունը ներկայացնում են որպես լավություն, դատապարտելի են։ Երբ սգավոր մայրերը նստածույց էին անում Հանրապետության հրապարակում, մի քանի տասնյակ մետր այն կողմել երկող շատրվանների շուրջ բազմահազարանոց ժողովուրդ էր։ Այդ խրախճանքի մեջ գտնվող մարդկանց պետք է հարցնել՝ ձեր խիղճն ինչպես է հանգիստ լսում Շարլ Ազնավուր, երբ ոչ հեռու մայրերը նստած են ողբի մեջ, նրանցից մեկն էլ Գայանե Հակոբյանը կալանքի տակ էր։ Մոտեցեք նրանց, ցավակցեք, սփոփանքի խոսք ասեք, մի շիշ ջուր տվեք։ Այս անտարբերությունը որտեղից մեր մեջ։ Երգչախմբի առաջին ձայներն այսօր ասում են, թե մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի կամ էլ 11000 դասալիկ ունենք, երբ զոհերի, վիրավորների ու գերիների տիպ չեն ասել։ Պետք է հասկանալ, թե ով է հաշվել այդ դասալիկներին։ Աննա Հակոբյանը նրանց մեկիկ հաշվել է։ Այդ կինն իրեն թույլ է տալիս այլ կանանց մասին ասել, թե նրանք երջանիկ չեն։ Դու ով ես, որ համարես, թե մեր կանայք երջանիկ չեն։ Դու քո երկրի մասին ես այդպես խոսում, իսկ դա արդեն բարոյալքում է։ Դա երիտասարդներն են լսում, ուսուցիչները, որոնք հետո նույն խոսքերն են կրկնում։ Ուսուցիչներն այնպիսի անհեթեթություններ են խոսում, որ զարզանդում ես հիշելով, որ նրանք վաղն առավոտյան պիտի դպրոց մտնեն ու աշակերտների հետ զրուցեն։ Անընդհատ ասում են կանայք դժբախտ են, հներն այս երկիրը կերան։ Հների մեջ են նաև Քոչինյան, Զարոբյան, Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, անուն հասկանունները։ Ամեն մեկը յուրովի ինչ-որ բան է արել երկրի համար։ Չի կարելի ժխտել ամեն ինչ, ընդգծիր լավը, պախարակիր վատը։ Հայկ Մարությանն ինչ խղճով է գիշերները քնում կամ բարձրանում բեմ, չէ՞ որ այդ սև սպիտակը նա բերեց։ Երբ մի քիչ հասուն դառնա, խելք հավաքի, կհասկանա, թե ինչ արեց այդ արտահայտությամբ։ Երբ նման բանն ասում է հանրային ճանաչում ունեցող եւ սիրված մարդը, դա սկսում է ընկալվել եւ հաստատվել։ Երբ երկրի համար ինչ-որ մեծ հարցեր են արձարծվում, կողքից միշտ անհասկանալի ու քրեածին պատմություն է հայտնվում, օրինակ թմրանյութի մասին պատմություններ են շրջանառվում։ Ոչ ոք չիմացավ, ինչ եղավ 2 տարի առաջ հայտնաբերված այն 3 տոննա կոկաինը, ով էր ստանում այն։ Բահասարակությունը չիմանա այդ հարցերի պատասխանները։ Իսկ սսկված մնալու արանքում մի ամբողջ երիտասարդ սերունդ կարող է կործանվել։ Պատկերացնում ենք այդ քանակի թմրանյութ է մտնում երկիր, իսկ այն սերունդը, որը կնստի թմրանյութի վրա, վերջնականապես կկործանի մեր երկիրը, քանի որ նրա համար ոչ թե երկիրն է կարևոր, այլ իր տեղաչափը։ Մենք նախ կբնութագրենք այնպես, որ չունենք իշխանություն, առաջերտին։ Իշխանությունը դա իշխան բառից է, որ իշխում են, ստերուգները, խամաճիկները չեն կարող իշխանավոր լինել ու նազիր վեզիրները երբեք իշխաններ չեն դառնա։ Իրանք նույն ընդդիմադիրն են մնացել մինչ օրս։ Մենք չունենք իշխանություն, այսօր խնդիր ունենք իշխանություն ձևավորելու։ Այսինքն կամավորները, ֆիդայինները, ազգի պահապանները, նվիրալները այսօր դարձել են այս թուրքի խամաճիկների, այս իրանց թուրքի հարեմի հարսիկներ եմ անվանում, հա, իրանք թուրքի հարեմի հարսեր ոնց որ լինեն, հնազանդվին այդպես, բայց իդեմս մեր հանդեպ այդպես հնազանդ չեն։ Ավելի լավ կլիներ մեզ հնազանդվեն, թուրքերի դեմ ամբոստանային, բայց ցավալի է, որ այսօր չկա այդ ամեն ինչը։ Բայց մենք հուսով ենք, որ այդ ազգային իշխանությունը միասին բոլորով ձևավորելու ենք։ ԽՊՊ իշխանությունը գող ավազակ, ուրիշ ոչ մի բան։ Խաղաղության պայմանագիր ենք ընկել, խաղաղության պայմանագիրը 0 է։ Իսկ Փաշինյանի ստորագրությունը աննպատակ։ Այդ խաղաղության պայմանագիր երբեք չի գործել։
Ոչ մի լավ բան չկա, որի համար ինչ-որ դրական գնահատեմ, միայն բացասական։ Ուրիշ բան չեմ ուզում ասեմ, բացասական ու վերջ։ Սպասում եմ երբ են հեռանալու։ Իրանք իրենց գործը չեն անում։ Այդքան մի բան։ Ավելի շատ իրենց մասին են մտածում, քան թե ժողովրդի։ Լիճ ժողովրդի համար շատ վատ է։ Չգիտեմ, անբացատրելի է, անհասկանալի է, չեմ հասկանում ինչ են ուզում։ Ոչ մի լոգիկայի մեջ չի տեղավորվում։ Ու չգիտեմ ինչի սպասենք։ Նրանց այդ հրավանը զիջումները ոչ մի բան չի տան, լավ բան չի տան։ Այդ զիջումներով ոչ մի բան չի ասում։ Մենք դառնալ ենք նույն սցենարն են անում, ինչ-որ Ղարաբաղում։ Ղարաբաղցիներն էլ հանեցին, կամաց ասում պետքա մենք ազատվենք Ղարաբաղից, մենք կասենք բերեք ազատվենք Զանգեզուրից, հետո կասենք Տաուշից, Շամշադինից, հետո Վարդենիսից, գնալու է այդպես։ Մեզ պետք է ուժեղ լիդեր, որ ժողովուրդը վստահ են, հավատան ու հետևից գնան։ Թե չի բարդակ ասա։ Իշխանությունը, ոչնչություն։ Ոչ մի բան չեմ կարող ասեմ, ամենավատը մենակ։ Ձեզ դուր գալիս է մեր կյանքը, մեր ժողովրդի վիճակը, աբսուրդային է։ Ես կասեմ իրանց ամոթ ու կասեմ մեզ, որ մի քիչ զգոն լինենք ու հասկանանք ինչ ենք անում։ Այդքան բան, ինձ դուր չի գալիս այսօր իմ երեխեն։ Ես չեմ ուզում գնամ ուրիշ երկիր, ուզում եմ իմ երեխեն ստեղ ապրի, ստեղ սովորի, իր հայրենի հողի վրա։ Ուզում եմ փոխվի այս իշխանությունը։ Գամ լավ մարդիկ, որ մարդիկ է բարյանան, չարացել են մարդիկ, ափսոս։ Իրական կադաստրի թուղթը մեր անկախության հռչակագիրն ու սահմանադրությունն են, անկախ նրանից լավն են թե ոչ։ Մեր բնակարանների կադաստրի թղթերն էլ երբեմն բնավ կատարյալ չեն, բայց դա մի վկայագիր է, որով մեր պապերը մեզ մեր երկիրն են ժառանգել։ Մենք էլ մեր որդիներին պիտի ժառանգենք։ Վաղը կգտնվի մեկը, որը մեր տան համար ավելի մեծ գին կտա, ու մենք պատրաստ կլինենք մեր ընտանիքի անդամներին հանելու, ինչ եթե մեր տունը վաճառքի է դրված։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։